Մենք ուղերձ ենք հղում Թուրքիայի երիտասարդությանը։ Ստիպեք ձեր իշխանություններին ընդունել ցեղասպանությունը։ Հակառակ դեպքում դրա պատասխանատվությունը կրելու եք նաև դուք։ Համոզված եղեք, հայ երիտասարդության մեջ կրկին լինելու են Սողոմոն Թեհլերյաններ եւ Արշավիր Շիրակյաններ։ Հայվերի ժառուների բանակը այնքան է մեծանալու, մինչև որ հասնենք արդար հատուցման, թե ցեղասպանության եւ թե Արցախի հարցում։ Մենք կոչ ենք ուղղում հայ երիտասարդին, զարկ ավելի ուժգին, զարկ այնպես, որ թշնամին զգա քո շունչը, զարկ այնպես, որ թշնամուն հաճոյացողը թողա ուրացման մտքից։ Այսօր կա մի իշխանություն, որն ասում է մոռացեք ցեղասպանությունը, մոռացեք Արցախը, մոռացեք անցյալը, բայց մենք չենք մոռանում, մենք չենք ընտրում ուրացման ճանապարհը, այդ քաղաքականությունը սկսվում է ցեղասպանության զոհերի հիշատակի ուրացմամբ եւ հասնում է պետականության կորստին։ Մենք երիտասարդներս կանգնած ենք այդ ուրացման ճանապարհին որպես պատ եւ ետ ենք շրջելու պարտության էջը։ Մենք նորից ոտքի ենք կանգնելու եւ հաղթելու ենք։ Մենք կերտելու ենք մեր ազգի արժանապատիվ ապագան եւ այդ ապագան կերտելու համար կա մեկ ճանապարհ՝ պայքար, 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 պայքար։ Բոլորի բռունցքները բարձր, պայքար, 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 պայքար։ Մեկնարկում է 2025 թվականի ջահերով երթը։ Վառում ենք դրոց, վառում ենք ջահերը, վառում ենք անթեղները, ի նշան մեր պայքարի, ի դեմ թշնամիների եւ ուրացողների, պայքար, պայքար, պայքար։ Վառում ենք ջահերը, ջահերը բարձր, կանթեղները բարձր, պայքար, 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 պայքար։ Սիրելի հայրենակիցներ, բոլոր ջահերը եւ մոմերը վառում ենք ելու համար ավանդական ջահերով երթը։